Ողջույն ձեզ։ Մի հատ ոտանավոր կա, որ ասում է բախտի բերմամ թեյեսի մնչով, հա, մի կտոր պանիր հասավ բերանին։ Դրանք այդ մարդիկ են այդ քպարականները։ Դեմը զինվոր է ելնում, հարց է տալի։ Ասում է որ ես դիրքից եմ։ Ասում է մի հատ զգաստ կանգնի դեմդ վարչապետը։ Դու ինչ գիտես դիրք պահող զինվորի ղադրը։ Դու գիտես, որ սկսած գլխավոր շտաբի պետից վերջացած լեյտենանտից, որը գիտի դիրք պահողի ղադրը, կյանքում չի ասել այդ զինվորին հələ մի զգաստ կանգնի։ Դու դա գիտես, ռեֆորմ ես անում։ Մարտական դիրքում նստած մարդուն չեն շարում, պարոն տիկին վարչապետ, իմացիր, որովհետև դու չգիտես չգրված օրենքները բանակի։ Դիրքի պահող զինվորի հետ, այո, ես, գեներալ-մայոր Կարապետյանս, լինելով պաշտպանության նախարար, դիրք պահող զինվորի հետ նստած սուրճ էի խմում, բացի հպարտությունից եւ հանդիպում ես այդպիսի զինվորի, նորմալ զինվորականը եւ նորմալ ղեկավարը, բացի մեծ զգացմունքներից ոչինչ չի ունենա։ Իսկ դու ասում ես հələ մի զգաստ կանգնի։ Դու քեզ քաղաքական ձևով սատկացրեցիր, դու որպես վարչապետ քեզ սատկացրեցիր։ Դու եւս մեկ անգամ ցույց տվիր, որ դու հարգանք չունես ծառայող մարդու հանդեպ։ Հավատացեք, ոչ զինվորի հանդեպ, ոչ սպայի, ոչ գեներալի, ոչ քննիչի, ոչ դատախազի, ոչ էլ դատավորի, ասում է դրանք ով են։ Հիշեք, ինչ եք անում։ Ես ասեցի անցած անգամ։ Ավելի լավ է ձեր փողոցի շանը ընտրեք, քան դրան։ Որտեվ ձեր հայաթի շունը ձեզ պաշտպանում է։ Ձեր համար մտածում է, հավատացեք, իր այդ փոքրիկ խելքով։ Սա այդքան խելքել չունի, որ ձեր մասին մտածի։ Մենք 15 համարն ենք։ Մենք գիտենք ինչ է զինվորը։ Մենք գիտենք ինչ է սպան։ Մենք գիտենք ինչ է գեներալը։ Ու հավատացեք, մենք բոլորս զինվոր ենք։ Ուղղակի մեկս ունի շարքայինի կոչում, մեկս ունի սերժանտի կոչում, մեկս փոխգնդապետի, գնդապետի, կապիտանի, չգիտեմ, գեներալի, գեներալ գնդապետի, բայց մենք բոլորս հասարակ մեր ազգի զինվորներն են։